Поздравляю вас! Եվրամիությունը անարգանքի սյունին կգամի դեպի իրենց ձգտող այն երկրների ղեկավարներին, որոնք Մոսկվայում կմասնակցեն հաղթանակի 80-ամյակին նվիրված մայիսի 9-ի շքերթին։ Այս մասին բացահայտ հայտարարում են եվրոպացի որոշ պաշտոնյաներ։ Իսկ շքերթը ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով ռուսների համար դառնալու է լակմուսի թուղթ բոլոր այն երկրների համար, որոնք վերջնական ընտրություն պետք է անեն Եվրոպայի ու Ռուսաստանի միջև։ Поздравляю вас! Վլադիմիր Պուտինի թիրախում են հայտնվելու բոլոր այն պետությունների ղեկավարները, որոնք կբոյկոտեն իր կազմակերպած շքերթը։ Դա արդեն ոնց է պատերազմի հայտարարություն կընկալվի Մոսկվայի կողմից։ Մարտի կեսերին Կրեմլից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Մոսկվայում տոնակատարություններին իր մասնակցությունը։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը վերջերս վերահաստատել էր, Փաշինյանը մասնակցելու է շքերթին։ Հայկ Խալաթյանը վստահ է, Մոսկվա չգնալու տարբերակ Փաշինյանը չունի։ Բայց դրանից առաջ շտապել է ԵՄ անդամ Էստոնիա, որպեսզի համոզի, խիստ չդատեն իրեն մոսկովյան այցի համար։ Քաղաքագետը նկատում է, Էստոնիայում գովել են Փաշինյանի Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու պատրաստակամությունը, անգամ դրդել են հակառուսական արտահայտություններ անել, բայց Փաշինյանն ասել է, ինքն ամենևին էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի։ Հայաստանի իշխանությունները փորձում են այնպես անել, որ ավելի չզայրացնեն Ռուսաստանին։ Փաշինյանը փորձում է այս բաժանման գործընթացը Ռուսաստանի հետ սարքել կառավարելի, նույնիսկ թող լինի երկարաժամկետի պատկերացում, բայց իր համար ավելի անվտանգ, քան գնալ կտրուկ գործողությունների։ Խալաթյանը վստահ է, Հայաստանի իշխանությունը շարունակում է հակառուսական քաղաքական գիծն առաջ տանել անգամ Մոսկվայի ու Վաշինգտոնի երբեմնի լարված հարաբերությունների մեղմացումից հետո։ Քաղաքագետը մի քանի փաստ է հիշեցնում։ Փաշինյանը պաշտոնանք չի անում ռուսատեացությամբ աչքի ընկածներին, չի փորձում կասեցնել իշխանամերձ լրատվականներով, տելեգրամ ալիքներով գեներացվող հակապուտինյան քարոզչությունը։ Որոշ տակտիկական նահանջ կարող է լինել Փաշինյանի կողմից, բայց ռազմավարական որևէ փոփոխություն, իսկ ռազմավարական նպատակը դա հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունից, ես չեմ տեսնում, որպեսզի Հայաստանի իշխանությունները հրաժարվել են։ Տակտիկական փոփոխության նպատակն ավելի երկարաժամկետ է։ Փաշինյանը եւ եվրոպացիները հույս ունեն, որ հաջորդ ընտրություններում Սպիտակ տուն կվերադառնան դեմոկրատները եւ կվերականգնվի ԱՄՆ Եվրամիություն երբեմնի համերաշխությունը, որքան դուք հարապ եղավ Թրամփի ընտրվելուց հետո։ Իսկ քանի դեռ Թրամփն է Պուտինի հետ ձևավորում բազմաբևեռ աշխարհը, լուսանցքում թողնելով հին աշխարհամասին, Եվրամիությունը փորձ է անում ՆԱՏՕ-ին այլընտրանք անվտանգային կառույց ստեղծել։ Փորձում են ձեռքից բաց չթողնել նաև Հայաստանին։ Կրեմլում սա շատ լավ են հասկանում։ Դա արդեն հետևությունների տեղ է տալու Մոսկվայում, տեղիք է տալու եւ նրանք քննարկել են, իսկ արդյոք սա նույնիսկ չեմ ասում դաշնակից վստահելի գործընկեր երկիր թե ոչ։ Պատասխանը բացասական է լինելու իր ամբողջ հետևանքներով Հայաստանի համար։ Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով մեր տարածաշրջանում Մոսկվայի գլխավոր դաշնակիցը կդառնա Բաքուն։ Կանխատեսում է քաղաքագետը ու նկատում, ռուս-ուկրաինական պատերազմական թնջուկի լուծումից հետո Մոսկվան ավելի շռնդալից կվերադառնա մեր տարածաշրջան եւ արդեն վտանգի տակ կհայտնվեն հայկական շահերը։ Հայաստանի կառավարական շենքերում նստողները ըստ քաղաքագետի սա շատ լավ հասկանում են, բայց պարզ է նաև մեկ այլ օրինաչափություն։ Գունավոր հեղափոխությամբ իշխանության եկածները ստիպված են մինչև վերջ սպասարկել իրենց իշխանության բերածների քմահաճույքը, աշխարհի բոլոր կետերում փորձելով թուլացնել Մոսկվայի դիրքերը։ Լինում են ղեկավարներ, որոնք պատրաստ են իրենց երկրի շահերի, ժողովրդի շահերի հաշվին լուծել այլ երկրների պատվերները։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։